Ջրի արտահոսքի հետքերով բնակարանա այստեղ խոնավացել է, պատվիրատուն արդեն մի որոշակի ժամանակ արտահոսքեր է մանգալի, այստեղ ընդհանուր պարկետը արդեն չափել եմ գերխոնավ է, մի քանի օր առաջ է հանե, այս հատվածը դեռ գերխոնավ է, ջերմատեսիլով խողովակաշարը ստեղով անցնում, հեսա պետք է հասկանանք պատճառները, այսինքն էլի սա պարագեներացիայի արդյունք է, ինչ-ինչ պատճառներով այդտեղ խոնավություն է հասել, հասկանանք որտեղից է խոնավանում այդ հատվածը։ Լվացարանի տակ ունենք մի թեթև հոսք, այսինքն փականի տակ արտահոսք ունենք, այստեղից այնտեղ կարար գներ հասներ, թե չէ, հեսա կհասկանանք։ Ճնշումներ տալով ծաղջրի համակարգը ճնշման անկում չունենք, սառը ջրից ունենք անկում, այսինքն փականները, որ լվացանի տակ օրուստներ դա դեռ չեն վերականգնել, հեսա դա կվերականգնեմ կրկին կտամ ճնշում։ Դե ինչ, սառը ջրի արտահոսքն էլ է կասեցված, այսինքն խնդիրը փականային էր։ Այսինքն խնդիրը հետևյալում էր, այս հետևից էր արտահոսում, փաթեթավորումից փականն եմ կրկին փաթեթավոր է ձգի տեղը, այստեղից խոնավությունը քաշում էր պատի մեջ, պատի հետևը շախտն է, թե շախտի այս հատվածից այս հատված ջուրը կարող գնալ դի միայն մոնոլիտի թեքության դեպքում, ամեն դեպքում այս հատվածով էլի ջերուսման խողովակներին ասում ես պարագեներացիայի արդյունք կլինի, ստուգումները շարունակում եմ, որ հասկանամ հստակ։ Ջերուսման համակարգին արդեն մի քանի անգամ ճնշումներ տալով բարակ անկում է ապրում։ Արտոստերի միացումից թեթև հոսքեր ունենք, այսինքն այս փականային էլի գայքը գիծս թողում է, ջրվում է, այսինքն այդ անկումը կարա միայն այստեղ լինի։